Երկրի վրա քայլող քաջարյուծները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ՝ Մատինա Մարինե Մանուկյան։ Հրաչ Վարդանի Գալստյան։ Ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Հրաչը ծնվել է 1991 թվականի մարտի 20-ին Գյումրիում։ Կրում էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին զոհ գնացած եղբոր անունը։ Սովորել է Գյումրու թիվ 42 դպրոցում, խելոք և լսող երեխա էր։ Եղել է շատ խելացի ու շատ լավ տրամաբանություն է ունեցել, որի համաձայն դպրոց է գնացել 1 տարի շուտ, դեռ դպրոցական տարիներից ուներ ստեղծագործական մեծ ձիրք, բանաստեղծություններ էր գրում, նաև երաժիշտ էր, ինքնուս կիթառահար։ 2007 թվականին դպրոցն ավարտել է գերազանցությամբ։ Նույն տարին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, սովորել է լավ։ Ավարտելով 2011 թվականին լեյտենանտի կոչումով ծառայության է անցել Արցախում, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի զորամասում։ Եղել է 6-րդ մոտոհրաձգային վաշտի հրամանատարը։ 2012 թվականին հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առթիվ պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր 20 տարի հոբելյանական մեդալով։ 2013 թվականին ստացել է ավագ լեյտենանտի կոչում։ Պատվով է կատարել իր աշխատանքն ու մարտական առաջադրանքները։ Լինելով հրամանատար, նաև եղել է իր զինվորների ընկերը։ Հերոս ջան, միթե դա էր պատճառը, որ նրանց առավել գնահատեցիր քո ընտանիքից և դեռ չծնված փոքրիկիցդ, ով ծնվեց քո հավերժանալուց ընդամենը 1 ամիս անց։ Մնացիր զինվորներիդ կողքին և անմահացար նրանց հետ ու նրանց համար։ 2014 թվականից 2015 թվականներին եղել է վաշտի հրամանատար, իսկ 2015 թվականից զբաղեցրել է դասակի հրամանատարի պաշտոն։ Իր մասին մի անգամ նա կնոջ Նանուշիկին ասել է. «Ան, ես գիտեմ, որ շուտ եմ մահանալու, բայց գոնե փոքրիկիս տեսնեմ նոր»։ Հերոս, չհասցրեցիր վայելել հայրական բերկրանքը, փոքրիկդ չհասցրեց քեզ ասել հայրիկ, սակայն համոզված եմ ու վստահ, որ նա կդառնա քո գործի արժանի շարունակողը։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամին սկսել է ռմբակոծել Թալիշը։ Ամսի 1-ին մեր հերոսը դիրքերում է եղել։ Հերթափոխի ժամանակ իջել է, գիշերը ժամը 2-ին մոտ հակառակորդը սկսել է ռմբակոծել գյուղը։ Հրաչն իր կնոջ հետ այդ ժամանակ գյուղում են եղել։ Հաջորդ օրը կնոջը ճանապարհել է Հայաստան, իսկ ինքը գնացել է պատերազմելու։ Ծնողներն ու կինը այլևս չեն տեսել իրենց հերոս զավակին ու ամուսնուն։ Վայրկյան առ վայրկյան էր ամեն ինչ լարված մակարդակի վրա դրվել։ Պետք էր լինել ամուր, վճռական ու աներեր։ Հղի կնոջը Հայաստան ճանապարհելու ժամանակ կինը նրան խնդրել է, որ թողնի ամեն ինչ ու իր հետ գա, սակայն նա մեղմ գուրգուրելով երիտասարդ կնոջն ասել է. «Չեմ կարող իմ զինվորներին մենակ թողնել ու գնում եմ մեր հայրենիքը պաշտպանելու»։ Հանգիստ եղիր, ամեն բան լավ է լինելու։ Հանգիստ եղիր, ամեն բան լավ է լինելու։ Բա ինչու սիրելի հրաչ, ինչու հերոսածին մորդ թողեցիր արցունքոտ աչքերով, ինչու քեզ որպես հերոս դաստիարակած հորդ թողեցիր ցաված սրտով, ինչու հղի կնոջդ այրիացրիր, իսկ դեռ չծնված
գեղեցկուհի դստրիկիդ որբացրիր, ոչ հերոսս, դու չպետք է այդպես անժամանակ հեռանայիր, քանզի 1988 թվականի երկրաշարժը խլել էր հորդ, պարոն Վարդանի ամբողջ ընտանիքը, ու նա այդ սոսկալի ցավը մի քանի տարի անց իբրև թե թոթափել էր ու երկրորդ անգամ ամուսնացել, որ նոր ծիլ էր արձակի, որ ապրի իր շառավիղն ու վեր հառնի Փյունիկյան թռչունի նման, և երկրորդ ամուսնությունից ծնված իր առաջնեկի քո անունը դրել էր Հրաչ ի հիշատակ երկրաշարժին մահացած որդու, սակայն ոչ մեր փառապանծ հերոս, թեկուզ հորդ երազանքը կիսատ թողեցիր, բայց դու որոշեցիր լինել առավել ուժեղ, հզոր ու անկոտրում, մնալ զինվորներիդ հետ ու գնալ հավերժի ճամփորդի ճամփով, հավերժ փառք քեզ մեր ազգի հերոս, ապրիլի 2-ի գիշերը կրակոցներն ավելի են շատացել ու թշնամին սկսել է ավելի հզոր զենքեր կիրառել, Թալիշը ցնցվել է հրետանային հարվածներից, որից հետո մեր հերոսի դիրքի ուղղությամբ եկել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների խմբեր, որոնց դեմ դուրս են եկել հերոս Հրաչի գումարտակի տղաները, որից հետո նրանց վայրագ խմբերը սկսել են առաջ գալ տանկերով, տղաներն արել են առավելագույնը, պայքարել ու նրանց հետ շպրտել Թալիշից, սակայն դիմացի բարձունքները ցավոք արդեն գրավված էին, որոնք հետ բերել էր պետք։ Հրաչի հետ է եղել նաև նրա կնոջ հայրը, ով նրա կողքին է եղել մինչև վերջին ժամերը, նրանք միասին են եղել, բայց հետո բաժանվել են, պիտի մարտական տարբեր առաջադրանքներ կատարեին, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դասակը գնացել է գրաված դիրքերն ազատագրելու, մինչև մարտի դաշտ մտնելը նա նստել է մի քարի, երկար մտածել է, ապա ասել. «Տղերք, կամ առաջ ենք գնում, կամ հետ», ու միահամուռ, հասկանալով պահի լրջությունը, շարժվել են առաջ, հակառակորդի կողմից գրաված 4 դիրքերը հետ են բերվել մեր աննկուն հերոսի և նրա դասակի քաջերի կողմից, հետ են շպրտվել թշնամու հատուկ ջոկատայինների խմբերը մեծաքանակ կորուստներով, ամենավտանգավոր հատվածը մեր հերոսն է գնացել անձամբ իր համաքաղաքացի հերոս Գևորգ Վարդանյանի հետ, նրանք միասին ոչնչացրել են մեծաքանակ գրոհայինների, ապա մեկ տանկ, սակայն ցավով պիտի նշեմ, որ թշնամու մյուս տանկի հարվածը նրանց կյանքն է խլել։ Ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը զոհվել է ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը, այդպես էլ չտեսնելով իր գեղեցկուհի դստրիկին, մարտական գործողությունների ժամանակ 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատարական դիտակետերից մեկի տարածքի պաշտպանությունը կազմակերպելիս։ 2016 թվականի մայիսի 6-ին ծնվեց նրա դուստրը, ում անվանակոչեցին Անահիտ հերոսի մոր անունով։ Փոքրիկի անունը Հրաչն ու կինը նախօրոք էին որոշել։ Հրաչ Գալստյանը եղել է լավ մարդ, լավ սպա ու լավ ընկեր, պատմում են նրա զինվորները։ Նա ապրելու է հավերժ, յուրաքանչյուրիս մեջ, հետմահու, պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Արիություն մեդալով և Արցախի Մարտական ծառայություն մեդալով։ Փառք քեզ, անմահ հերոս, քո առաջ պատվի եմ առնում, պատիվ ունեմ։